Բարև ձեզ, Արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման։ Առաջարկվում է փոխել վերաքննիչ բողոքների քննության ընթացակարգը, մասնավորապես առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը։ Մանրամասները մեր պատրաստած տեսանյութում։ Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել վիճարկման հայցի դեպքում վարչական ակտը կասեցնելու հետևանքների եւ պարտավորեցման, գործողության կատարման եւ ճանաչման հայցերի դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու տարբերակված մոտեցումը եւ օրենսգրքով նախատեսված բոլոր հայցատեսակների դեպքում սահմանել հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորություն։ Գործող իրավակարգավորումներով, երբ որ քաղաքացի ներկայացնում է վիճարկման հայց ներկայացնելը ինքնին հիմք է, որպեսզի ակտի կատարումը կասեցվի։ Առաջարկվում է, որ վիճարկման հայց ներկայացնելը չհանդիսանա վարչական ակտի կասեցման հիմք։ Առաջարկվում է նաև, որ վիճարկման հայցի դեպքում անձը հնարավորություն ունենա ներկայացնել միջնորդություն հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ։ Եթե համեմատեն գործող կարգավորումների հետ, ներկայումս, եթե անձը ներկայացնում է վիճարկման հայց, ակտի կատարումը ինքնին կասեցվում է։ Իսկ փոփոխությունների պարագայում, որպեսզի ակտի կատարումը կասեցվի, անհրաժեշտ է լինելու լրացուցիչ միջնորդություն ներկայացնել։ Փաստաբան Աշոտ Նուրիջանյանը նշում է, դեռևս 2024 թվականին չվճարված հարկային պարտավորությունների մասով արդեն իսկ կար նման օրինագիծ, որ 2025-ի հունվարի 1-ից հարկային պարտավորություններ գանձելու վերաբերյալ վարչական ակտերը պետք է գնան կատարման եւ դրանց բողոքարկումը չի կասեցնում կատարումը։ 2024 թվականի ավարտին որոշվեց, որ դա կկիրառվի 26-ի հունվարի 1-ից։ Փաստաբանի դիտարկմամբ հանրային քննարկման ներկայացված այս նախագիծը նախորդի կատարելագործված տեսակն է, բայց միայն բացասական առումով։ Եթե քեզ տուգանել են ինչ-որ գումար, ճանապարհային օրինակ երթևեկության այդ վարչական ակտերը դրանք չարյաց փոքրագույն են, քանի որ փոքր գումարներ են։ Պատկերացրեք միլիոնավոր անհիմն հարկային պարտավորությունների տուգանքները, որոնք որ հարյուրներով եւ հազարներով ամեն տարի դատարանի կողմից անվավեր են ճանաչվում։ Պատկերացրեք, որ դրանք եթե միանգամից այսպես գնան կատարման, արդեն նախ ֆիզիկական անձին, կանհատ ձեռնարկատերերը եւ տնտեսվարողները արդեն գուցե կորցնեն հետաքրքրությունը դրանք վիճարկելու, սնանկացման գնան ու դա աղետալի հետևանքների է բերելու։ Մեր զրուցակիցը նշում է, միջազգային փորձում նշված են այնպիսի երկրներ, որոնց հետ Հայաստանը չպետք է կամ չի կարող համեմատվի։ Իրենք վերցնում են այլ երկրներից այն բացասական կարգավորումները, որոնք վնասում են քաղաքացիներին ու տնտեսվարողներին, մինչդեռ պետք է հաշվի առնել մենք ինչ կապ ունենք այդ պետությունների հետ։ Վարչական դատարանում քննվող գործերի, եթե ոչ մեծամասնություն, ապա առնվազն կեսը կապված են բարեկային ծառայության որոշումների հետ, ու հիմնականում վիճարկում են տուգանք կիրառելու վերաբերյալ որոշումները։ Եթե կան հարյուրներով ու հազարներով ամեն տարի, գուցե տասնյակ հազարներով անվավեր ճանաչված վարչական ակտեր, պարզ չի, որ դրանց այդ ակտերի այսպես բավականին մեծ մաս ի սկզբանե իրավաչափ չէ։ Մեր զրուցակիցը կատարվելիքը պետությանը անտոկոս վարկ տրամադրել է որակում։ Նրա խոսքով, եթե անգամ որոշվի, որ քաղաքացին իր վճարած գումարը հետ է ստանալու, դա լինելու է միայն դատական երկար քաշքշուկներից հետո։ Իսկ անձի կրած վնասը ով է փոխհատուցելու։ Այստեղ հասկանալի չի, երբ որ դու այսպես օրենսդրական միջավայրը պետության տանում ես հնարավորինս վատթարացման, որն է այդ բարեփոխումը եւ հարցը առաջանում ինչու պետք է քաղաքացիները շահագրգռված լինեն ապրելու Հայաստանում, ինչու պետք է տնտեսվարողները շահագրգռված լինեն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել Հայաստանում, երբ որ այդ ոլորտներում Հայաստանի օրենսդրությունը հնարավորինս խստացվում է, հնարավորինս բոլոր այլ պետությունների խիստ կարգավորումներն են ներդնում, այստեղ ստացվում է, որ տնտեսվարողը երկար կմտածի, գուցե ես նույն բիզնեսը տանեմ այլ պետությունում անեմ։ Ներքին գործերի նախարարությունում չի ստացվել տվյալ նախագիծը եւ մենք դեռևս դիրքորոշում չենք հայտնել։ Նախագծին ծանոթ ենք իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակից։ Հավելենք, որ նախագծի վերաբերյալ առկա մեկնաբանությունները այս պահին հիմնականում բացասական են։ Դրա մասին են փաստում իդրավթ համակարգում նախագծի վերաբերյալ կողմ դեմ ձայների հարաբերակցությունը, սոցցանցերում մասնագիտական համայնքի կողմից արված գրառումները եւ այլն։ Նախագծի հանրային քննարկման փուլն ավարտվում է մարտի 14-ին։ Այն կներկայացվի գործադիր, այնուհետև օրենսդիր մարմնի հավանությանը։